Թող փառավորվի մեր Տեր Հիսուսի անունը, սիրելիներ, որ այսօր էլ մեզ հավաքել է իր սուրբ լույսի առաջ, սիրելիներ, որովհետև մարդը մենակ կարող է իրան ճանաչի, եղբայրներ, քույրեր, երբ որ ինքը հայտնվում է կամ գտնվում է Հիսուս Քրիստոսի լույսի տակ։ Երբ որ մարդը լույսի տակ է եղնում, գիտեք, երևում է արդեն այս մարդու բոլոր բաց տեղերը, երբ որ մարդը լույսի առաջ է կանգնում, երևում է իր բոլոր թերությունները, ինչքան լույսը ուժեղ է, այնքան ավելի շատ ես տեսնում։ Եվ գիտեք, սիրելիներ, Հիսուս Քրիստոսը ուզում է, որպեսզի ոչ թե մարդը հենց այնպես ուղղակի խոսքերով ասի, այլ ուզում է, որպեսզի մարդը հասկանա։ Մենք աստվածճանաչությունը այսպես է տեղի ունենում, մարդը Աստծո առաջ գալով ինքը տեսնում է իր վիճակը, ինքը տեսնում է, թե ինչքան անպիտան ու վատ մեկն է ինքը։ Բայց այսօր, սիրելիներ, ուզում եմ խոսեմ դրա մասին, որ մենք շատ ժամանակ ոչ թե Տիրոջ լույսի տակ հայտնվում ենք մեզ տեսնելու համար, այլ մենք Տիրոջ լույսի տակ ենք գալիս, բայց իրար հետ ենք համեմատվում։ Ու մեր խնդիրը հենց դրանում է կայանում, որ մենք չենք գտնում բժշկություն, որ մենք շատ հարցերի մեջ չենք կարողանում, ինչպես եղբայրները հիշեցրեցին, միաբանվենք, որովհետև մենք ուրիշների հետ ենք համեմատում։ Երբ որ Պետրոսը նավի մեջ էր, ամբողջ գիշեր ձուկ չէր բռնել, հոգնած նավերը այսպես ուրկանները հավաքում էին, եւ Տեր Հիսուսը եկավ, հետաքրքիր է, մի հատ խոսք ասավ նավը քշի ծովի մեջ։ Գիտեք, սիրելիներ, դա ավտո չէ, որ ասի ավտոդ խանգարում է մի 2 մետր են կողմ գնա կամ հետ դուր, այդ եկա նավը ասում է քշի ծովի մեջ։ Եվ ես զարմանում եմ իրոք Պետրոսի վրա, ասում եմ, ոնց Պետրոսը այդ նավը քշեց ծովի մեջ։ Եվ հետաքրքիրը գիտեք որն է, սիրելիներ, որ երբ որ այդ ծովը, այդ նավը լիքն էր ձկներով, արդեն շատ ձուկ էին բռնել։ Մի բան տեղի ունեցավ, Պետրոսը ընկավ Տիրոջ առաջ եւ գիտեք ինչ ասավ։ Ասավ հեռու գնա ինձանից Տեր, ես մեղավոր մարդ եմ։ Ինչ տեղի ունեցավ այդտեղ։ Պետրոսը ամբողջ գիշեր չարչարվել էր, ինքը ոչ մի բան չէր բռնել, ինքը չէր հասկանում, այս ոնց պետք է, ոնց եղավ սենց։ Ձևը սենց ա ձուկ բռնելու, ես պետքա գցեմ այս ցանցը, այսպես է ժամանակ պետք է գնա, բայց այս մարդը հայտնվելով իմ կողքին, հանկարծ Պետրոսը տեսավ, որ չէ, ինքը մի հատ մեղավոր մարդ է։ Ինքը չհամեմատեց ուրիշների հետ, գիտեք, մտածում եմ, ասում եմ, դուրս գար Պետրոսը եւ ասեր Հովանես, Անդրեաս, Պետրոս, Հակոբոս, չգիտեմ, ովքեր այդտեղ կանգնած էին, տեսակ ինչքան ձուկ բռնեցի։ Տեսակ ում նավը մտավ Հիսուսը, տեսակ ես ինչ որս էր, սա կյանքն պատմության մեջ այդ ձևի որս եղած չկա։ Բայց գիտեք, սիրելիներ, Հիսուսը ոչ մի խոսք չասավ, Պետրոսին չասավ դու մեղավոր ես, Պետրոսին չասավ դու այսքան մեղքեր ունես, ուղղակի Հիսուսի լույսը, եղբայրներ, քույրեր, ստիպեց, որ Պետրոսը իրան տեսնի այդ վիճակի մեջ։ Այսօր ես ու դու արդյոք կարողանում ենք տեսնել եղբայրը այդ վկայությունը, որ պատմեց, որ ով կարա գնա այդ աղբանոցի կողքին նստի, գիտեք, սիրելիներ, ով որ կարողանում է ինքը իրան ավելի ցածր տեսնի, ավելի մեղավոր տեսնի։ Բայց մենք այսօր այդ վիճակի մեջ ենք, թե չէ։ Այսօր մենք կարանք մեզ տեսնենք այդ վիճակի մեջ, եղբայրներ, քույրեր, եւ գիտեք, հետաքրքիրը, երբ որ մարդը կարողանում է դատապարտի իրեն, երբ որ մարդը կարողանում է իրեն դատապարտի, ամենահեշտ փրկությունը մեր Սուրբ գրքի մեջ գրված է խաչի վրայի ավազակի փրկությունը, ու մենք միշտ այդ խոսքը բերում ենք։ Ինչ եղնում, ասում ենք, խաչի վրի ավազակը հավատաց ու ինքը փրկվեց։ Բայց մենք ուզում ենք տեսնենք, սիրելիներ, ոնց հավատաց խաչի վրի ավազակը։ Ինչ ասավ, որ ասավ Տեր, երբ որ գաս քո արքայությունով, ինձ չմոռանաս, ինձ էլ հիշի։ Հիմա որ մենք ամեն օր այդ խոսքը ասենք, հետաքրքիր է, մենք կփրկվենք։ Այդ ինչ խոսք է, որ ասավ Տեր,
Եթե գաս քո արքայությունով, ինձ էլ հիշի։ Այդ ասելով մարդը կփրկվի, բայց դրանից առաջ սիրելիներ տեսնում ենք, որ երբ որ այս մարդը չարչարվում էր, այս մարդը տանջվում էր խաչի վրա, եւ իր անկերն էլ իր կողքին հայհոյում էին, անիծում էին։ Գիտեք, հանկարծ այս մարդը մի բան հասկացավ։ Այն իր անկերոջը, որ ասում էր, դու էլի չի, ես էլ ինձ էլ իջացրու հետդ խաչի վրայից։ Այսինքն ուզում ասի, մենք նույն մարդիկ ենք էլի, եթե կարաս, դու էլի չի, մեզ էլ օգնի։ Բայց այն մյուսը ասավ, գիտես ասավ, դու Աստծուց չես վախենա։ Մենք կրեմ ենք այն պատիժը, որի համար որ արժանի ենք։ Մենք հենց այդ մարդն ենք, որը պետքա դատապարտվի։ Եվ երբ որ ինքը նոր այդ խոսքերից հետո ասավ Տեր, հիշիր, երբ որ գաս քո արքայությունով, Հիսուս ասավ, դու այսօր ինձ հետ դրախտում պիտի լինես։ Առաջի Կորինթացիս 11-րդ գլխի 31 համարի մեջ գրված է. Եթե դուք ձեզ դատապարտեք, այս աշխարհի հետ չեք դատապարտվի։ Սիրելիներ, գալու է արյուն մի օր, որ պետք է աշխարհը դատապարտվի։ Մենք մեջին ենք եղնելու թե չէ։ Եթե մենք այս երկրի վրա կարողանում ենք ճանաչելով Աստծուն, ընդունենք մեր վիճակը, հասկանանք, եղբայրը հիշեցրեց Համանի մասին, երբ որ Մուրդքեն թագավորի կյանքը փրկել էր, թագավորը ոչ մի բան չէր արել Մուրդքեին, եւ այսպես մի օր թագավորի քունը փախչում է, կարդում են, որ սենց բան է տեղի ունեցել, ես կարճ եմ ասեմ ժամանակի պահով, եւ երբ որ թագավորն ասում է, մենք ինչ ենք արել այս մարդուն, ասում է, ոչ մի բան չենք արել։ Եվ այդ պահին, գիտեք, Համանը ներս է մտնում, թագավորն ասում է, ինչ պետք է անեն այն մարդուն, ում որ թագավորը ուզում է պատվի ու հարգանքի արժանացնի։ Գիտեք Համանի առաջի բանը որն էր։ Սրտի մեջ ասավ, ինձանից բացի թագավորը ելուն պետք է բարձրացնի։ Ես համոզված եմ սիրելիներ, եթե Համանը մի քիչ խոնար գտնվեր, այդքան շատ բան չէր ասի։ Կամ գոյնը ասելուց հետո մի քիչ կիսատ կասեր։ Գիտեք ինչ ասեմ, ասում է, թող քո թագավորական թագը գլխին դնեն, շորերը հագցնեն իրան, իր քուձիու վրա նստացնեն, եւ այդ քամից հետո լատեսեք ինչ ասեմ սիրելիներ, հասմա քո թագավորության ամենահարգանքի, ամենապատվի արժանացած մարդն էլ, թող այդ ձիու սանձը բռնի ու իր առաջին գորալով գնասի, այ ես մարդն է, որին թագավորն ուզում է բարձրացնի։ Գոյնը այդ մի բանը չասեր, եւ գիտեք ինչ ասավ թագավոր, ասավ, այդ ինչ որ ասեցիր, այդ նույն ձևի հանկարծ մի բան պակաս չանես, գնա ձիու սանձից բռնի եւ Մուրդքեին առաջի իր գորալով գնա, որ թագավորը սրան բարձրացնում է։ Եղբայրներ, քույրեր, երբ որ նայում ենք, տեսնում ենք այս նույն վիճակին սատանան էր երկնքում։ Ասում էր, ինձանից բացի տանեմ աթոռս դնեմ, Աստծո աթոռին հավասար, լավ բարձր չդնեմ, տանեմ հավասար դնեմ։ Եվ ես զարմանում եմ, ասում եմ, մեր այս փոքր մարմնի մեջ, իրոք այս փոքր մարմնի մեջ, ես ինչքան մեծ ես կա, որ տիեզերքի Աստծո հետ ուզում է համեմատվի, գիտեք սերներ, սա ես չեմ ասեմ որևէ մեկից, սա ես բոլորիս եմ ասեմ, որ մեր մեջ կա այդ խնդիրը, ու այսօր մենք ունենք այդ խնդիրը իրար հետ համեմատվելու, երբ որ Տեր Հիսուսը, գիտեք նա չեր էլ ստիպում, ուզում է որ մարդը ինքը իրան դատապարտի, հասկանա որ ինքը այդպիսին է, այդ մեղավորն է, երբ որ Դավիթը մեղք էր գործել, մի խոսքով ես էլի չեմ ուզում երկար պատմեմ, միտքը բոլորս միշտ ասվել ասա հասկանում ենք, երբ որ Դավիթը մեղք էր գործել ու Նաթան մարգարեն եկավ հիմա պետքա Դավիթին ասի, որ Դավիթ դու մեղավոր ես, բայց ինքը միանգամից չասավ ժողովուրդ ջան։ Ես համոզված եմ, եթե Դավիթին Նաթան մարգարեն ասեր, Դավիթ, դու մեղավոր ես, դու իրայի կնոջը գողացել ես, քո կինն ես դարձրել։ Դավիթը կասեր, այո, ես ընդունում եմ իմ մեղքը, իրոք ես այդ ձևի եմ։ Կասեր թե չէր ասի, կասեր սիրելիներ, բայց Աստված այդպես չմոտեցավ։ Աստված մի հատ պատմություն պատմել տվեց մարգարեին, ասավ, գիտես, մի հատ խեղճ մարդ կար, մի հատ միակ ոչխար ուներ, գառնուկ ուներ, եւ հարևանն էլ հարուստ մարդ էր, շատ անասուն ուներ, իր տուն մարդ եկավ, իր այդ շատ անասունը թողեց գնաց այն մեկի մի հատին մորթեց, գիտեք, եւ Դավիթի ներսը սկսեց տակնու վրա եղնել, ասավ այդ մարդը մեռնելու արժանի ապտի քարապատիկը հատուսանի դրան, եւ ասավ այդ մարդը դու ես Դավիթ։ Գիտեք սիրելիներ,
Երբ որ մարդը կարողանում է ուրիշի մեջ այդ դատապարտությունը, ուրիշի աչքերով, երբ որ ինքը նայում է ուրիշի մեջ, ասում է իրոք սա սենց է, բայց երբ որ ասում են այդ մարդը դու ես, այս մարդը ասում է իրոք ես էլ եմ այդ ձևի մարդ, բայց ես չեմ տեսել, չեմ նկատել։ Տերը թույլ տվեց, որ Դավիթը իր աչքերով ուրիշի արածը գնահատի, եւ մարդը միշտ գիտեք մենք այդպեսին ենք, երբ որ խնդիրը մեջն է եղնում, ուզում ենք որ Աստված մեր համար ողորմած եղնի։ Մեղք ենք գործ, ասում ենք Տեր մեզ ողորմա։ Մեր ընտանիքի մեջ խնդիրներ, Տեր մեզ ողորմա։ Ցանկացած հարցի մեջ ասում ենք Տեր մեզ ողորմա։ Ես ես մեկին սխալ եմ արել, Տեր ինձ ողորմա։ Բայց երբ որ ուրիշն արածել եմ, գիտեք ինչ ենք ասում։ Ասում ենք Տեր դու արդար դատավոր ես, դու դատի։ Ուրիշինը մենք ասում ենք Տեր դու արդար ես, դու դատի, բայց երբ որ մերն է խնդիրը, ասում ենք Տեր մեզ ողորմա։ Մենք ունենք սելիներ, գիտեք, այս վերջերս մեր երիտասարդներից մեկը այսպիսի մի հատ հարց է տալի, ասում է ես չեմ հասկանում, երբ որ ասենք եղնեմ է եղբայրները շատ են այդ բառն ասում է կանգնում են չէ եւ ասում են ես մեղավորների գլուխն եմ։ Ու ասում է ես դա չեմ կարող հասկանամ, չեմ կարող ընդունեմ։ Ու ես չեմ էլ հավատեմ, որ այդ մարդը իրոք ճիշտ է ասում։ Գիտեք սիրելիներ, իրոք երբ որ մարդը կանգնի ասի ես մեղավորների գլուխն եմ, դիմի ոնց պետք է հասկանանք, ճիշտ ասեմ թե չէ։ Ու ես հարցնում եմ, ասում եմ օրինակ դու քեզ համարում ես մեղավորների գլուխ, ասում եմ չէ։ Ես հա շատերից մեղավոր եմ, բայց շատերից էլ մեղավոր չեմ։ Եվ ես այսպես եմ ասում եմ տես, դու համեմատում ես քեզ մարդկանց հետ։ Եվ տեսնում ես, որ իրոք մենք շատերից կարող է լավն էլ եղնենք, վատն էլ եղնենք։ Բայց երբ որ սիրելիներ, մենք կանգնում ենք Տիրոջ լույսի առաջ, ու այդ լույսը լուսավորում է մեզ, մենք տեսնում ենք, որ մեր մեղքերի քանակը կապ չունի։ Այո, ստեղ ցանկացած մեկը, երբ որ Հիսուսի առաջ կանգնի, ինքը կարող է այս հայտարարությունը անի. ես մեղավորների գլուխն եմ, որտեվ ինքը տեսնում է մեր հաշղարի Ռուբո աղբերը մի հատ օրինակ բերեց, ուզում եմ այդ օրինակը բերեմ, երբ որ տեսեք մենք ասենք ցորեն ենք ցանեմ, թեկուզ զատիկի հիմար էսա պետք է ցորեն ցանենք ու դա շուտ էլ դուրս է գալի, երբ որ առավոտը վեր ենք կենում, տեսնում ենք այս ծլերը, չէ, մի կողմի վրա թեքված են, դեպի լույսի կողմի վրա թեքված են։ Եթե մի քանի օր թողնում ենք այդ վիճակին, այս ցորենը դեպի լույսն է աճում, տենց է թե տենց չի։ Ու գիտեք ինչ ենք անում։ Հոչակուչու չենք վերցնում այս ցորենները դզելու, այս ծլերը դզելու։ Ինչ ենք անում։ Շրջում ենք ու գիտեք, այդ ծիլը հիմա էլ այս թարզ վիճակից շրջվում է դեպի ուղիղ վիճակը։ Ու մենք կարողանում ենք այդպես ուղղության վրա կանգնացնենք, որ այդ ծիլը այդպես ծլի։ Սիրելիներ, այո, ես ուզում եմ իրոք այս խոսքը ասեմ, որ ես եմ մեղավորների գլուխը, որտեվ ես տեսնում եմ, երբ որ Տիրոջ առաջ եմ գալիս, ինչքան վատն եմ ես։ Ես կարողանում եմ հասկանամ, երբ որ ընկնոջը բերեցին եւ քարերը ձեռին արդեն պատրաստ էին քարկոծելու, իրոք մեղավոր էր, իրոք քարկոծվելու էր սիրելիներ, բայց Տեր Հիսուսը ոչ մեկին չասավ դուք ես իմ ինչեր եք արել, ասավ թող ձեր մեջի անմեղը առաջի քարը գցի։ Եվ գիտեք այդ լույսը ինչ արավ։ Այդ լույսը մտավ այդ քարկոծողների սրտի մեջ ու տակնու վրա արավ։ Այդ լույսը սկսեց բացահայտել բաներ, որ այս մարդիկ սկսեցին չափել իրանք ոչ թե իրար հետ, այլ նայեցին տեսան ասին մենք էլ մի սրա նման մեկն ենք, որ չենք բռնվե, որ չենք բացահայտվե, որ լույսի առաջ չենք եկե։ Սիրելիներ, եկեք լույսի առաջ։ Նայեք Քրիստոսի աչքերի մեջ, չեմ ուզում երկարացնեմ, մի քույրիկ, երբ որ տարիներ շարունակ, 15 տարի շարունակ ցավալի հիվանդության մեջ, ցավերի մեջ, տանջանքների մեջ եւ ինքը երբեք չէր բողոքում, երբեք չէր մեղադրում Աստծուն, որ այս հիվանդությունը տվել ես ինձ եւ մի օր էլ ասում է, որ Տեր Հիսուսը մտավ իմ սենյակ, ասում է ես նայում էի Հիսուսի աչքերի մեջ, երկար նայում էի աչքերի մեջ, Հիսուսն էլ ինձ էր նայում եւ գիտեք Տերը նրան բժշկում է, բայց այդ քուրիկ ասում է ես պատրաստ եմ 15 տարի էլ խիստ ցավերի մեջ տանջվեմ, մենակ Հիսուսը նորից նայի իմ աչքերի մեջ, այդ հայացքի մեջ, որ
լույսի մեջ լիներ, մարդը ստանում է այն ինչը որ իրան պետք է։ Ու մենք այդ լույսի մեջ կարողանում ենք մեր դիմացինին ոչ թե համեմատվենք, խաչի վրա ավազակը այո հեշտ փրկություն էր, դատապարտեց իրեն, ասավ ես արժանի եմ մեռնելու, ես արժանի եմ խաչվելու, բայց սա արդար է։ Եվ երբ որ մարդը իրան չի համեմատում դիմացինի հետ, ինքը ոչ նեղանում է, ինքը ոչ որևէ մեկից վիրավորվում է, այս մարդը գիտի, որ ինքը իրոք մեղավորների գլուխն է։ Թող փառավորվի Տիրոջ անունը, կանգնենք աղոթքի